Ընտրության հենց հաջորդ օրը զանգ եմ ստացել։ Ընտրությունների օրն օրենքի խախտմամբ ընտրատեղամաս եկած զինվորների լայն ներգրավումը բացահայտած Նյուզեյմի լրագրող Նարեկ Խաչատրյանն ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։ Այսօր ինքս ներկայացել եմ զինկոմիսարիատ եւ ինձ ծանուցում տվեցին, որտեղ նշվում է, որ հունիսի 23-ից հուլիսի 17-ը պետք է վարժական հավաքի մասնակցեմ, նաեւ տեղեկացրել են, որ վաղվանից սկսած 2 կամ 3 օր գուցե կտևի այդ ստուգումները, պետք է լինեմ այցելեմ հուշահաստատություն, պոլիկլինիկա, անցնեմ այդ դուրսումները, որից հետո արդեն կրկին կգնամ զինկոմիսարիատ եւ արդեն մնացած գործընթացը ինչպես է կարգավորվելու ինձ պատշաճ կծանուցեն։ Զուգադիպություն է սա թե ոչ, դժվար չէ կռահել, ընդամենը մի քանի փաստ համադրելով։ Նարեկն ակտիվորեն լուսաբանել է ՔՊ կուսակցության քարոզարշավը, իսկ ամենաաղմկահարույց բացահայտումը արել էր քվեարկության օրը Սոտքում։ Հարյուրավոր զինծառայողներ էին եկել ընտրության եւ բազմաթիվ խախտումներ արձանագրեցինք, սակայն հանձնաժողովի նախագահը որևէ կերպ դա չէր արձանագրում։ Սոտքի ընտրատեղամասում Նարեկ Խաչատրյանը նկարահանել էր քվեարկության ավարտից րոպեներ առաջ հարյուրավոր զինծառայողների կուտակումը, ինչպես նաև նրանց ուղեկցող քաղաքացիական հագուստով անձանց։ Սա ես ուղիղ կապում եմ իմ աշխատանքային գործունեության հետ եւ միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ եթե սա դիտարկում են իբրև իրենք պատժելու ինչ-որ մեխանիզմ, ապա սա ինձ համար պատժիչ ինչ-որ գործընթաց չէ, հակառակը ինձ համար մեծ պատիվ է, հատկապես երբ ես 10 տարի լրանալուն պես պարտադիր ժամկետային զինծառայություն անցել եմ, սա ինձ համար եւս մեկ անգամ հպարտություն է, պատիվ է այդ համազգեստը կրելը եւ ծառայելը։ Այդուհանդերձ փաստը մնում է փաստ։ Իշխանության քարոզարշավի եւ ընտրական խախտումների ակտիվ լուսաբանումից անմիջապես հետո լրագրողին բանակ կանչելու պրակտիկան լուրջ հարցեր է առաջացնում մամուլի ազատության եւ պետական լծակների կիրառման օրինականության վերաբերյալ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։